Ողջույն սիրելի ընկերներ, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր պատրաստելու ենք բանջարեղեն ջեռոցում։ Մինչ ջեռոցին բանջարեղենին անցնելը, ճարպաջեռոցի մեջ կտեղավորենք հավի կրծքամիսը, այն արդեն լավ լվացել եմ։ Հիմա համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, սիրելիներս կարելի է ցանկալի է սև պղպեղել ավելացնել, եթե սիրում եք, եւ մի փոքր, շատ փոքր բուսայուղ կանեմ, որպեսզի լավ կարմրի։ Կտեղավորեմ ճարպաջեռոցի մեջ, մինչ այն պատրաստ կլինի, հիմա կտրատում ենք կարտոֆիլը, այստեղ ես ունեմ թարմ բանջարեղեններ, գազար, լոլիկ, բրոկոլի, բոլորը հերթականությամբ այսպես կտեղավորեմ յուղաթղթի վրա, սմբուկ եւս անպայման պետք է կտրատենք, սիրելիներս, տեսեք ինչքան գեղեցիկ շարքով տեղավորում եմ տապակի վրա, որպեսզի ուղարկենք ջեռոց։ Լավ կկարմրացնենք ջեռոցում, կխորովի բանջարեղենը եւ կրծքամսի հետ միասին մի գեղեցիկ ափսե կհավաքենք, որը եւ շատ կհավանեն եւ ընտանիքի անդամները, եւ եթե հյուրեր ունենք, հյուրերը սիրելիներս ամառվա համար շատ համեղ ուտեստ կստացվի եւ առողջ ափսե կհավաքենք։ Ահա պատրաստ է, հիմա համեմելու ենք կարմիր պղպեղով, աղով եւ բուսայուղ կավելացնեմ վրան ու կտեղափոխենք ջեռոց մինչեւ լավ կարմրի, սիրելիներս։ Այդ ընթացքում արդեն հավի կրծքամիսը պատրաստ կլինի, կկտրատեմ եւ շատ գեղեցիկ եւ առողջ ափսե կհավաքեմ։ Հուսամ դուք էլ կպատրաստեք, կհավանեք այս տարբերակը, սա այն տարբերակներից է, երբ ոչինչ չես կարողանում պատրաստել, չես մտաբերում, թե ինչ կարելի է պատրաստել, միանգամից ջեռոցը եւ բանջարեղենը մտքիդ է գալիս եւ բոլորը գոհ կմնան։ Այս տարբերակը կհավանեն բոլոր հյուրերը եւ տան անդամները, սիրելիներս։ Բարի ախորժակ մեզ, ձեզ բոլորին բարի դիտում, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։